շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ամեն շաբաթ ավանդույթի համաձայն ասում եք ամփոփում եք անցնող շաբաթը, խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, այո, կրկին մեր հանդիպման օր ու վայրը չի փոխվել, հնարավորություն են ընձեռվել կրկին դիմել մեր սիրելի հայրենակիցներին, ինչի համար շնորհակալ եմ Հայլի լրատվականին այս հնարավորության համար։ Տեսեք, անցած շաբաթը կրկին լի էր իրադարձություններով, որոնցից մի քանիսը առանձնացրել եմ և կուզենամ անդրադառնալ։ Նախ և առաջ Նիկոլը և իր բոլոր աղանդի մասնակիցները շարունակում են խոսալ այսպես կոչված խաղաղության մասին։ Շարունակում են անընդհատ պնդել, որ ահա խաղաղությունը հաստատված է և արդեն այդ խաղաղության ներքո հայտարարում են, որ այ մենք 26 թվականին ընտրություններ ենք կրելու, քանի որ բերել ենք խաղաղություն։ Հիմա այդ խաղաղություն բերածներին պետք է երևի ժամանակ առ ժամանակ, իսկ ցանկալի է ամեն օր հիշեցնել, թե ինչ են իրանք իրականում բերել, իրանք քանի որ իրական բառը շատ են սիրում և իրական Հայաստանից են խոսում, ապա եկեք հիշացնենք նախ և առաջ, թե ինչ են իրանք իրականում բերել խաղաղության անվան տակ։ Իրականում իրանք բերել են Արցախի հանձնում։ Իրականում իրանք բերել են մոտ 5000 զոհ Արցախյան պատերազմի ընթացքում։ Իրականում իրանք բերել են տասնյակ քաղաքական բանտարկյալներ։ Իրականում իրանք բերել են Ադրբեջանում գտնվող ռազմագերիներ։ Իրականում իրանք բերել են Սյունիքում հանձնված տարածքներ։ Իրականում իրանք բերել են Տավուշում հանձնված տարածքներ։ Հիմա այդ ամենը իրար գումարելով անվանում են դա խաղաղություն։ Եվ ես կասկած չունեմ, որ այդ խաղաղությունը, որի մասին իրենք խոսում են, շարունակաբար բերելու է մեզ մահ, տարածքային կորուստներ և հայի ոչնչացում։ Բազմիցս ասել եմ, նորից եմ ասում, այս խմբակի միակ գերնպատակը դա Հայաստանի Հանրապետության լուծարումն է ամբողջապես և մինչ այդ լուծարման վերջի մեխը չխփվի, իրանք պլանավորում են մնալ իշխանության։ Եվ ինչ էլ ավելի ցավոտ է, տարբեր աշխարհագրական կենտրոններ անելու են ամեն ինչ, որպեսզի իրենք մնան իշխանության և ավարտի հասցնեն իրենց վրա դրված գործը։ Բազմիցս ասել եմ, նորից եմ ասում, 2018 թվականին Նիկոլը ստանձնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը միանշանակ տեղեկացված է եղել, թե ինչի համար է նա վերցնում իշխանությունը։ Եվ նա համաձայնվել է այդ պայմաններին, քանի որ այլ որևէ տարբերակում նա իշխանության չէր գալու։ Եվ այս անցած 7 տարիների ընթացքում մի տարի մի քիչ արագ, մի տարի մի քիչ դանդաղ, բայց նա շարունակում է անել այն, ինչ պետք է անի։ Սա ինչ վերաբերվում է խաղաղության։ Հիմա բայց նաև այս խաղաղության մասով, իրենք որ անընդհատ գերակրում են, որ Թրամփի թղթով խաղաղություն են բերել, մեր հաշվի առաջ տեսնում ենք, թե Նետանյահուն ինչ է անում նույն այդ Թրամփի թղթի հետ, դարձնելով այն ըստ էության հանրային օգտագործված ու քարանի թուղթ, խնդրեմ։ Տեսեք, Թրամփի թուղթին պետք է ճիշտ գնահատական տալ, որոշ ժամանակ առաջ հենց ձեր եթերում անդրադարձել է այդ թղթին, բայց կարելի է նորից ասել հետևյալը. Թրամփի թղթից շահել է Թրամփը, որը կարողանում է խոսել նրա մասին, որ նա իբր թե կանգնեցրել է Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, ընդ որում պետք է շատ հատկանշական է նշել, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտություն երբեք չի եղել։ Դրա մասին կարծես ոչ մեկ չի խոսում։ Արցախյան խնդիրը երբևիցե չի եղել տարածքային խնդիր, այլ եղել է ազգերի ինքնորոշման բանում գտնվող խնդիր, հասկանում եք։ Հիմա Թրամփը ստացել է այդ բանը հայտարարելու հնարավորություն, Ալիևը ստացել է ևս մեկ թուղթ, որում Հայաստանը խոստացել է և իր վրա է վերցրել անխնչդոտ ճանապարհի տրամադրումը Ադրբեջանից դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը իդեմս Նիկոլի, որտեղ Հայաստանը ոչ մի բան չի ստացել է Նիկոլը ստացել է թուղթ, որը թափահարելով կարող է նախընտրական շրջանում, շրջաններով, մարզերով, գյուղերով ֆռալ ու ասել այսը, տեսեք, ես խաղաղություն եմ բերել։ Բայց որպեսզի մեր հայրենակիցները լավ հասկանան, Մարիամը շատ ճիշտ օրինակ բերեց, այդ խաղաղությունը, այսպես ասենք, բերվել էր նաև Գազայի հատվածում։
երբ որ Տրամպի քավորությամբ, այսպես ասենք, ստորագրվել էր զինադադար, բայց զինադադարի ստորագրումից անմիջապես հետո մարտերը շարունակվում են։ Ավելին Իսրայելը կրկին հարվածում է Գազայի հատվածին եւ որևէ խաղաղություն չկա։ Մեր դեպքում թվացial խաղաղությունը պայմանավորված է հետևել հանգամանքներով։ Ադրբեջանը եւ Թուրքիան քաջ գիտակցելով, որ Հայաստանում իշխանապողությունը կարող է ամբողջությամբ վարի տալ իրանց խաղը, պարզ է, որ մինչև ընտրություններ շատ չեն սեղմելու Նիկոլին։ Շատ չեն սեղմելու։ Հակառակը որոշ դեպքերում օգնելու են։ Ես նաեւ անցած եթերին ասել եմ, որ ինձ թվում է, որ մինչև ընտրությունները Հայաստան կվերադարձվեն 10-ից 20 գերիներ, բայց խոսքը ցավոք սրտի չի գնում ռազմաքաղաքական ղեկավարության մասին Արցախի։ Չեմ կարծում եւ ցավով եմ դա ասում, աննկարագրելի ցավով, որ այդ մարդկանց Նիկոլը կարող է հետ բերել։ Ավելին ասեմ, Նիկոլը չի էլ ուզում բերել։ Մնացած գերիների վրա Նիկոլը թքած ունի։ Իրան ուղակի պետք են բաներ, որոնցով ինքը կարող է խաբել մեր առանց այդ էլ խաբված եւ տանջված ժողովրդին։ Եվ այդ առումով իհարկե Ադրբեջանը, Թուրքիան իրան ժամանակ են տալու եւ օգնելու են, որպեսզի նա փորձի վերարտադրվել արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով։ Այնտեղ է թաքնված շանգլուխը, որ մեր ժողովուրդը պետք է հասկանա, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Իրականում մեր ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, որ պատրաստ եղեք ադրբեջանական տարբեր պատվիրակությունների այցելությանը Հայաստան, մյուս կողմից հայտարարում է, որ չկա մարդ, որ կարող է իրատեսականորեն պնդել, որ նա կարող է ապահովել արցախցիների վերադարձը Արցախ, եւ Հայաստանի կառավարությունը չունի նման օրակարգ, ավելին պատգամավորներից մեկը վերջերս տեղի ունեցած նիստի ընթացքում ազգային ժողովում եվրոպական տարբեր պատգամավորների մոտ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը եւ համարվում է արտաքին քաղաքականություն իրականացնողը, չունի նման պահանջ եւ չունի նման պլաններ արցախցիների վերադարձի հետ կապված։ Մինչդեռ ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր տարբերակներով մեզ անընդհատ լսեցնում է, որ կա արևմտյան Ադրբեջանի համայնք, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնք, եւ այդ մարդիկ, որոնց թվականակը նշվում է մոտ 300,000, պետք է վերադառնան այսպես կոչված իրենց պատմական հողերը։ Հիմա տեսեք տարբերությունը, Հայաստանը ասում է մենք ոչ մի բան չենք ուզում, Ադրբեջանը ասում է, հələ մի հատ էլ ուզեիք, հələ մենք ուզելու ունենք, հələ մենք 300,000 մարդ դիբերենք Հայաստանում բնակեցնենք, հələ մենք Սյունիքով անխոչնդոտ ճանապարհ վերցնենք, չենց Նիկոլենք են ասում անխոչնդոտ ճանապարհ, ադրբեջանցիք բոլոր հնարավոր մակարդակներում այդ ճանապարհին միևնույնն է կոչում են Զանգեզուրի միջանցք։ Եվ անկախ նրանից թե ինչ է ասում մեր իշխանությունը, անկախ նրանից որ ասում են որևէ թղթում նման բան չկա գրած, ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ցավոք նման հնարավորություն Ադրբեջանին տվել է հնարավորություն դրա մասին խոսալու, որտեղ ես չեմ հասկանում ինչ է նշանակում անխոչնդոտ ճանապարհ։ Ես չեմ հասկանում։ Բազմիցս ասել եմ, նորից եմ ասում, թե Ռուսաստանի նախագահի գլխավորությամբ ստորագրված թուղթը, թե Տրամպի ստորագրված թուղթերը երկուսում էլ կա ճանապարհները ապաշրջապակելու մասին հոդվածներ։ Բայց արի ուտես, որ բացի այդ հոդվածից առանձին երկու տեղում էլ նշած է Ադրբեջանը Նախիջևանին կապող անխոչնդոտ ճանապարհի մասին։ Սա արդեն ինստինկտին նշանակում է, որ այդ ճանապարհը առանձնանում է բոլոր մնացած ճանապարհներից եւ այդ ճանապարհը Ադրբեջանը պատկերացնում է որպես միջանցք։ Սա ակնհայտ է։ Սա էլ մեր ժողովուրդը պետք է գիտակցի։ Հիմա ինչ է տեղի ունենում Նիկոլ եկեղեցի հակամարտության մեջ։ Սա էլ շատ պատասխանը նաեւ ըստ էության այդ ապտակը, որ հասցվեց եւ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը նորից իր ոճով լայվ է արել, կարճ խնդրեմ։ Այո, նախ պետք է ասեմ, որ Վեհափառ Հայրապետի եւ մեր հայ առաքելական եկեղեցու պատասխանը բավականին լավն էր, սակայն նաև մենք պետք է գիտակցենք ի վերջո ինչ է կատարվում։ Ես բազմիցս իմ ելույթների ընթացքում երևի հարյուրավոր անգամներ ասել եմ, որ Նիկոլը այս 7 տարիների ընթացքում իր կողմից կիրառում է աղանդների կառավարման սխեման։
իրականում մենք այսօր ունենք Հայաստանում աղանդ, որը կոչվում է Նիկոլի աղանդ։ Հիմա այդ Նիկոլի աղանդը մինչ այսօր չուներ կեցավայր, չուներ իրեն պատկանող եկեղեցի եւ չուներ արդեն օֆիցիալ հետևորդներ։ Հիմա այն ինչ կատարվում է կարգալույծ եղած Տեր Արամի մոտ, դա ինձ Նիկոլի աղանդի ֆիզիկական ստեղծումն է։ Ստեղծվում է Նիկոլի աղանդ։ Եթե դուք ունեք նիկոլական ծանոթներ, ապա կհամաձայնվեք հիմա իմ այս գաղափարի հետ, որ երբ որ որևէ ցանկացած նիկոլական մարդու հետ խոսում ես, ինքը պատրաստ է ընդունել, որ Նիկոլի տակ աշխատող բոլորը թալանչի են, գող են, դավաճան են, ավազակին են, ամեն ինչին շատ հեշտ համաձայնվում են։ Բայց հենց հասնում ես Նիկոլին, Նիկոլը սուրբ է։ Սա աղանդավոր ղեկավարման ձև է, որում հովիվը սուրբ է, մնացածը սխալական։ Հիմա Նիկոլը ֆիզիկապես ստեղծում է իր աղանդը եւ հայ առաքելական եկեղեցու զավթումը մի քանի բանի է ծառայում։ Առաջինը ծառայում է Ադրբեջանում եւ Թուրքիայում աչոկներ կներեք բառի համար հավաքելու համար եւ նաեւ Նիկոլի անվան աղանդ ստեղծելու համար։ Այսինքն այդ աղանդը կար, այն գոյություն ուներ, այդ տեխնոլոգիաները կիրառվում էին, բայց հիմա դե ֆակտո ստեղծում է այդ աղանդը իր արդեն իր եկեղեցով, իր հետևորդներով եւ այլն եւ այլն։ Եվ սա Հայաստանի Հանրապետությունը քանդելու եւս մեկ քայլ է, որովհետեւ եթե մենք տեսնենք եւ շատ գիտուն մարդ պետք չի լինել, որպեսզի հասկանալ, թե ինչու է ի վերջո ինչի վրա է հիմնված Հայաստանի Հանրապետությունը, ինչն էր այն հենքը, որը մեզ ամուր էր պահում։ Դա իհարկե մեր անկախությունն էր, դա Արցախյան մեր հաղթանակն էր եւ դա հայ առաքելական եկեղեցին էր եւ Սփյուռքը։ Հիմա այդ իմ նշածներից միայն որպես խնդիր մնացել է եկեղեցին, որտեղ Սփյուռքի այդ հարցերը Նիկոլը կարծես թե լուծեց, եկավ իշխանության Սփյուռքի նախարարությունը մի անգամից փակեց, Սփյուռքի տարբեր համայնքների հետ ընդհանրապես կապը խզեց, ստեղծեց այսպես կոչված այլընտրանքային Սփյուռք, որովհետև Սփյուռքի հանձնակատարը, որը պարտավոր է ի պաշտոնե կապ պահել ամբողջ Սփյուռքի հետ, անկախ քաղաքական մոտեցումներից, անում է հակառակը, ինքը ամեն օջախում ստեղծում է այլընտրանքային Սփյուռք։ Այսինքն մարդիկ, որոնք պատրաստ են համագործակցել Նիկոլի իշխանության հետ, եւ դա ներկայացվում է որպես, չգիտեմ, ամերիկահայություն, ֆրանսիահայություն, լիբանանահայություն, իրականում այդ մարդիկ շատ սակավ են, ամեն երկրում, չգիտեմ, 10, 20, 30 հոգի, բայց երբ որ Սփյուռքի հանձնակատարը գնում է տարբեր երկրներ ու ունենում է հանդիպումներ ու դա ներկայացում որպես Սփյուռքի հանձնակատարը հանդիպել այս կամ այն համայնքի ներկայացուցիչներ, իրականում սա այլընտրանքային Սփյուռք է ստեղծվել ուղղակի շղար մեր բոլորիս աչքերի մեջ բանալու համար, որպեսզի մենք կարծենք, թե տեսեք, իսկ իրականում ինչ է արել, նա Սփյուռքը Հայաստանից ընդհանրապես կտրել է։ Այդ Սփյուռքը Հայաստանից կտրելու գործիքներից նաև մեկը, ի վերջո եկեք չմոռանանք, որ Սփյուռքը բացի բարեգործությունից, նաև շատ լրջագույն ներդրումներ է արել Հայաստանում եւ Արցախում, լրջագույն ներդրումներ։ Կարկառուն ներկայացուցիչը այդ ներդրումների դա իհարկե Սամվել Կարապետյանն է, որը այսօր կալանավորված է Հայաստանի Հանրապետությունում իր կարծիքը հայտնելու համար, որի մեջ որևէ քրեորեն պատժելի բան չկար։ Այսինքն մարդը ուղղակի եկել էր, ասել էր, որ պատրաստ է սատարել հայ առաքելական եկեղեցին։ Ինչից կարելի է ենթադրել, որ եթե վաղ ինչ-որ մեկը ասի, որ ես չեմ թույլ տալու, որ կտակարանը արգելվի Հայաստանում, իրանել են օրինակ ձերբակալել։ Բայց իրականում Սամվել Կարապետյանով շատ հարցեր է լուծում։ Սամվել Կարապետյանը դա սոսկ մեկ անց չէ, մեր ներդրող չէ։ Դա Հայաստանի կամ հայ ժողովրդի ներկայացչական մարմնի, եթե այսպես նայենք, ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է։ Մարտով Հայաստանից դուրս հասել է անգնահատելի արժեքների, մարտով բիզնեսում հասել է բարձունքների, մարտով իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում սատար է կանգնել Հայաստանի եւ Արցախին, մարտով արել է հարյուրավոր միլիոնավոր դոլարների ներդրում Հայաստանում, այսօր կալանավորված է եւ ինչը ել ավելի զարմանալի է, որ
այդ մարդու ներդրումներից ամենախոշորը, խոսքը գնում է հեծի մասին, փորձում են խլեն իրենից։ Իսկ հեծի խլումը, դա տեսեք, դա ոչ թե այդքան Կարապետյաններին ընտանիքին վնաս հասցնել է, այլ դա Հայաստանի Հանրապետությունը ուղղակի կազմաքանդելու քայլերից մեկն է։ Եվ շատ պարզ է սրա բացատրությունը, երբ որ դրսում ներդրողները տեսնում են, որ Հայաստանի իշխանությունը կարող է մեկ օրում որոշել խոշորագույն ներդրողի սեփականությունը ձեռքից խլել, դրանից հետո Հայաստանում որևէ իրեն հարգող ներդրող ուղղակի գործ չի անի։ Եվ սրանով ահռելի վնաս է հասում Հայաստանի Հանրապետությանը։ Ասեմ ձեզ ավելին, իշխանափոխությունից հետո այնպես չէ, որ մեկ օրում այս հարցը կլուծվի։ Ամիսների, տարիների աշխատանք է պետք հետևողական անել, որպեսզի Հայաստանը նորից որպես ներդրումները իրականացնելու վայր դառնա հասանելի աշխարհի համար, դառնա հասկանալի աշխարհի համար, դառնա վստահելի աշխարհի համար։ Այսօր մենք անվստահելի ենք։ Եվ այս առումով իհարկե շատ հետաքրքիր է, որ Սամվել Կարապետյանի թիմակիցները, մեր ձևով շարժման թիմակիցները հայտարարեցին, որ պատրաստ են եղել դեռևս մինչև Սամվել Կարապետյանի կալանավորումը, մինչ իր հայտնի հայտարարությունը դիմել էին համապատասխան մարմին էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու նպատակով։ Ասել էին, որ գոյացել է գումար, այդ գումարը կարող է Սամվել Կարապետյանը տնօրինել որպես շահույթ, բայց ինքը դրանից հրաժարվում, ասում է եկեք սակագինը իջացնենք։ Այդ ժամանակ իրենք ստացել են մերժում։ Դիմել են նաև 3, նորից են դիմել, ասում են եղբայր 3 դրամով մեր հայրենակիցների համար հոսանքի գինը կարելի է իջեցնել։ Ես կասկած չունեմ, որ կրկին մերժում է լինելու, եթե դեռևս չկա, եւ ամեն ինչը պարզ է, թե ինչ է իրականում տեղ ունենում։ Իրականում հեծը խլելուց հետո նախընտրական պայքարի ժամանակ Նիկոլը իջեցնելու է 2-ից 3 կամ 4 դրամով հոսանքի գինը։ Ընդ որում ասեմ ձեզ, այդ իջեցումով մի ուրախացեք, որովհետև ակնհայտ է իմ համար, որ հեծի կառավարումը, եթե մնում է պետության ձեռքերում, ապա մենք ունենալու ենք կրկին ահռելի մինուսով աշխատող մի հիմնարկ, որը գալու է կոլապսի, այդ կոլապսից հետո նվիրաբերվի ինչ որ մի թուրքական կամ ադրբեջանական քողարկված ֆիրմայի, այսինքն Լոնդոնում գրանցված կամ չգիտեմ Կիպրոսում գրանցված մի ընկերության, որի ետևում լինելու է անպայման ադրբեջանական կամ թուրքական կապիտալ։ Այս սա է արվում։ Սա է արվում։ Իհարկե շատ դժվար է այս ամբողջը մարսել։ Իհարկե շատ դժվար է ամեն օր հետևել լրահոսին եւ տեսնել, որ օրվա մեջ 100 ու մի տարբեր բան է տեղ ունենում, ոնց որ ժողովրդին անընդհատ փորձեն գժվացնել, հա, անընդհատ մեկը խաղաղությունից է խոսում, մեկը ասում է, հեսա ադրբեջանցիները գալիս են Հայաստան, մեկը ասում է աղբերեցից միջանց կա տալի, մյուսը ասում է, չէ, խաղաղությունը իրական գժանոց է։ Իհարկե հասկանում եմ, նամանավանդ շատ ավելի լրջանում է գժանոցի պայմանները, երբ որ ամեն մի կիսագրագետ իրան դնում է բլոգերի տեղ կամ լուրջ մարդու տեղ, նստում է միկրոֆոնի դեմ ու սկսում է խոսալ։ Ես խայտարակություն է դաշնում կատարվում։ Ամեն մի կիսագրագետ իրան լուրջ ունեց մարդը համարում ու սկսում է ժողովրդի հետ խոսել, երկխոսել։ Ընդ որում շատ ավելի վտանգավոր է, որ բավականին լուրջ լսումներ է ունենում, բավականին մեծ աուդիտորիա ունի եւ ինչքան ավելի շատ քֆուր է հնչեցնում, ինչքան ավելի շատ պլինտուսից ներքիվ մակարդակի ինչ-որ ինֆորմացիա է տալի, այդքան ավելի շատ են իրեն նայում։ Սա շատ վատ է։ Մեր ժողովուրդը պետք է շատ ավելի կաշառադատված լինի, մեր ժողովուրդը պետք է փաստարկված բաներ լսի, ոչ թե բամբասանքների զոհ գնա։ Իսկ մենք այս 7 տարիների ընթացքում դարել ենք բոլորովս բամբասանքների զոհ։ Եվ այս իշխանությունը կարողանում է դա անել։ Հիմա սրան հակազդելու միակ ձևը այս իշխանության դեմ պայքարն է։ Պայքարել բոլոր հնարավոր ձևերով, բոլոր։ Միշտ ասում եմ, այսօր էլ կասեմ, ամեն մեկը ձեր հայաթում կլինի, ձեր բակում կլինի, չգիտեմ, աշխատանքի վայրում կլինի, Նիկոլա կանեք տենում, երկխոսեք հետը։ Փորձեք բացատրել, թե ինչ է կատարվում, փորձեք ետ բերել այդ մարդուն իրական կյանք։ Որովհետև եթե մենք զոհ գնանք իրական Հայաստանի, ապա մենք ստանալու ենք իրական Թուրքիա։
Նիկոլի ասած իրական Հայաստանը դա թուրքական վիլայեթն է կամ նույնիսկ կարող այդ մակարդակին է չհասնենք ադրբեջանական ինչ որ համայնք։ Այդ է Նիկոլի իրական Հայաստանը։ Հասկանում եք ինչ աբսուրդ է հասե մարդը, որ Գյումրիի քաղաքապետին բռնում են, երևում է այնինչ իր վրա մինչ հիմա գտել էին, այդքան աբսուրդ է ու տակը բան չկա, որոշվում է նոր հոդված իրան մեղադրանք առաջադրել եւ այդ նոր հոդվածով ասում են, որ ինքը Հայաստանի ինքնիշխանությանը բան ինչ որ վնասող հայտարարություններ արել եւ որպես հիմք է ընդունվում իր արտահայտած միտքը, որ նա դեմ չի, որ Հայաստանը դառնա միութենական պետության անդամ։ Միութենական պետություն կներեք։ Այսինքն ազգային ժողովի բոլոր պատգամավորները իշխանական, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչները, որ օր ու գիշեր զռռում են, որ այ Հայաստանը պիտի Եվրամիության անդամ դառնա բան, դա ինքնիշխանությանը որևէ վտանգ չի պարունակում, հա, իսկ միութենական պետություն դառնալը վտանգ է պարունակում։ Լավ, այդքան անգրագետ չի կարելի լինել։ Դիմում եմ նաև հսկող դատախազներին, քննիչներին, ախր ժողովուրդ ջան, պահը գալու է, երբ որ այդ ամեն ինչի համար պատասխան եք տալու։ Թե դες թվում է Նիկոլը հավերժ է, չի լինում այդպես։ Աշխարհում նախադեպը չկա հավերժ իշխանության։ Ավելին ձեզ ասեմ, հենց երբ որ թվում է, թե սրանք հավերժ են, հենց այդ բանը քանդվում են։ Իսկ հիմա Նիկոլի քայլելից երևում է, որ իրոք ապաթիայի մեջ են, ցեյտնոտի մեջ են, չգիտեն ինչ անեն։ Փորձեցին Սամվել Կարապետյանին փագեն, հարցը լուծեն, իրականում տենում են, որ լրիվ հակառակ process-ն է գնում։ Մեր ձևով շարժումը օրեցօր ավելացնում է իր համախոհների քանակը։ Եվ ակնհայտ է, որ գալիք ընտրություններում լուրջ քվե են ստանալու։ Այսինքն հարվածները, որը Նիկոլը անում է, այդ հարվածները շատ արագ հետ են վերադարձում եւ երապատիկ քառապատիկ։ Եկեղեցու իր հարցակումը անկախ նրանից ինչ է լինելու, միանշանակ իրան վնաս է տալու։ Բայց մյուս կողմից ենք այդ եկեղեցու հարցակումը անում է, որ բավարարի թուրքերի եւ ադրբեջանցիների նախասիրությունները։ Այսինքն մենք այսօր ունենք իշխանություն, որը պատրաստ է բոլորին բավարարել բացառությամբ հայ ժողովրդին։ Եվ այստեղ է հարցը, որ իսկ ինչ է ուզում հայ ժողովուրդը։ Իսկ ինչ ենք իրականում մենք ուզում։ Մենք ուզում ենք, որ մեր դպրոցներում թուրքերեն դասավանդվի։ Մենք ուզում ենք, որ կրոնափոխ լինենք։ Ինչ ենք մենք ուզում։ Ես կարծում եմ, որ մենք ուզում ենք ապրել ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Բայց Ալես Սիմոնյանը ասում է ժողովուրդ ջան պատրաստ եղեք, ադրբեջանական պատվիրակություններ են գալու, մենք ենք գնալու։ Դրա մասին խոսացի Մարիամ ջան, այո, այս մարդիկ պատրաստում են մեզ թուրք-ադրբեջանական լծիտակ ապրելու։ Եվ եթե ձեզ թվում է այդ լծիտակ ապրելը բարեկեցություն է բերելու մեզ, ապա դուք չարաչար սխալվում եք։ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվելու են հայերի համար անտանելի պայմաններ, որոնց պատճառով մեր երկրից հեռանալու են 100,000-ավոր մարդիկ։ Ընդ որում պետք է հիշեցնեմ, որ անկախությունը ստանալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի Հանրապետությունից ամենաշատ մարդն էր հեռացել։ Բայց արի ուտես այդ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից այսօր իր իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են, թե ինչ լավ էր իրանց ժամանակ, վերագրելով իրենց Արցախյան հաղթանակը։ Կարծելով, որ ժողովուրդը չգիտի ինչը ոնց է եղել։ Ասեմ ավելին, նաև նախկին իշխանությունների մեղքերից այն է, որ երբեք ոչ մեկ բացահայտ չի պատմել իրական պատմություն Արցախյան պատերազմի մասին, Արցախյան ազատագրական պայքարի մասին, ով ինչ դեր է ունեցել, ով ինչ է արել, ով էր օրինակ կոնստանտ ամբողջ պատերազմի ընթացքում զանգում Ղարաբաղ եւ Ղարաբաղի ղեկավարությանը համոզում, որ չէ, այս տարածքը մի վերցրեք, այս տարածքը մի վերցրեք, սա հետ հանձնեք, սա մի ազատագրեք, սա պետք չի, ռուսերը մեզ էլ զենք չեն տալու, ռուսերը վախացնում են, ասում են, այս կանենք, այն կանենք։ Այդ պատմությունները, եթե մեր ժողովրդին բոլորը պատմած լինեն, ժողովուրդը շատ ավելի գիտակից կներ այսօր։ Ցավում եմ, որ ելնելով ինչ որ կարմիր գծերը չհատելու հանգամանքից
մեր նախկին ղեկավարները չեն բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Որովհետև օրինակի համար, երբ որ ես տեսնում եմ, որ Ռուբեն Ռուբինյանի հայրը, որը կարկառուն ներկայացուցիչն է նախկին ամենանախկին իշխանության, ոնց է Արմինե Օհանյանի գրած պոստի տակ մտնում երկխոսության մեջ եւ պաշտպանում իր տղային ամենալկտի ձևով։ Դա նշանակում է, որ Կարապետ Ռուբինյանը փաստորեն կողմ է այն քաղաքականությանը, որը իրականացնում է այս իշխանությունը։ Եվ ես բազմիցս ասել եմ, որ 90-ականներին հնարավոր էր այս ամենը արդեն լիներ, եթե չլինեին կոնկրետ մի քանի անձ, որոնք դրա դեմը առել են։ Դրա դեմը արվել է մարտի 1-ին, դրա դեմը արվել է հոկտեմբերի 27-ին։ Ի վերջո հոկտեմբերի 27-ը Հայաստանի հանդեպ ուղղված էր մի պարզ պատճառով։ Կրկին հիմքում դրված էր Հայաստանի դիրքորոշումը Արցախի ինքնորոշման իրավունքի մեջ։ Հայաստանում ստեղծվել էր մի վիճակ, որ թե ազգային ժողովի մեծամասնությունը եւ թե երկրի ղեկավարը միամուռ ուժերով պնդում էին, որ Արցախը պետք է լինի անկախ։ Եվ որոշում կայացվեց, որ Հայաստանում փոխվի իշխանություն։ Այդ իշխանությունը փոխելու համար ստեղծվեց նախադրյալ հոկտեմբերի 27։ Եվ հոկտեմբերի 27-ին, եթե չլինեին նախագահ Քոչարյանի կամային հատկությունները, ապա մենք այսօր ես այստեղ չէի խոսալու, այստեղ նստած էր լինելու մի հատ թուրք ու թուրքերեն ձեր հետ խոսալու էր։ Այսինքն այնինչ չհաջողվեց հոկտեմբերի 27-ի իրական պատվիրատուներին իրականացնել 2008-ին, իրականացրեց 18-ին եւ այսօր ունենք այս ամենը։ Այո, իրականացվում է, շարունակվում է իրականացնել եւ ուղղակի ձևերն են փոխվել, փողոցում մարդ չեն գնդակահարում, պաշտոնյա չեն գնդակահարում եւ իմաստել չկա գնդակահարելու, որտեղ այսօր զավթված է Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց նման մարդկանցով, որոնք համաձայնվել են այս օրակարգը բերել, որոնք համաձայնվել են Հայաստանի Հանրապետությունը լուծարել։ Սա շատ ակնհայտ երևում այս ամեն ինչը։ Հիմա ինչպես Մարիամը նշեց, նաև ազգային ժողովում խոսք էր գնում նրա մասին Եվրոպարլամենտի պատգամավորներից մեկը ասում էր, թե Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական էներգակիրներից, օգնի Ուկրաինային։ Ժողովուրդ, լավ, կասկած չունեմ էլի, որ երբ որ այդպես բաները լսում եք, ձեզ ինձ մեծամասնությունը դիտակցում է, որ Հայաստանից ուզում են երկրորդ Ուկրաինա դարձնել։ Շատ ակնհայտ է։ Ինչ է նշանակում Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական էներգակիրների օգտագործումից։ Բա ինչ է օգտագործել ադրբեջանական, թե թուրքական։ Այսինքն դուք Հայաստան ուզում եք ամբողջությամբ կախման մեջ մտցնել Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Չի լինի նման բան, չի կարող նման բան լինի։ Չի հասցնի Նիկոլը դանի, որովհետեւ հայ ժողովուրդը իր ձենը բարձրացնելու է, հայ ժողովուրդը իր քայլը անելու է։ Եվ այդ քայլերից մեկը վաղար շաբաթում մոտակա օրերին տեղի ունեցող ընտրություններն են լինելու։ Անցած եթերին է դիմեցի, այսօր էլ եմ դիմում։ Սիրելի, իմ շատ սիրելի վաղար շաբաթում եւ կողքի համայնքներում ապրող հայրենակիցներ, թող լինի դա իմ խնդրանքը, թող լինի դա իմ հորդորը։ Մտածեք ընտրամաս գնալուց առաջ ում եք ընտրելու, որովհետեւ եթե դուք ընտրում եք գործող իշխանությանը, ապա դուք ձեր ձեռքով ձեր տանը թուրքական դրոշ եք կախում։ Դուք ձեր ձեռքով հմեկի տեղը TRT եք նայում։ Դուք ձեր ձեռքով ձեր երեխայի ապագան եք վարի տալի։ Մտածեք դրա մասին։ Ավելին, մի մնացեք տան ընտրությունների օրը։ Մեզ պետք է, որպեսզի բոլորը գնան ընտրությունների, որովհետև ցավոք սրտի Նիկոլի ընտրազանգված այդ աղանդի ներկայացուցիչները շատ ավելի բան են, ակտիվ են, իրենք գնալու են ընտրություններ, իրենք ընտրելու են, պլյուս իհարկե պետք չի մոռանալ, որ պետական ռեսուրսը օգտագործվելու, ամբողջ հնարավոր ձևերով, այսինքն պետության վրա աշխատող բոլոր մարդկանց ստիպելու են, որ գնան ընտրատարածքներ եւ քվեարկեն իրենց, բայց նույնիսկ այդ մարդկանց եմ դիմում, ոչ մեկ չի իմանալու դուք ում եք ընտրել, այո, գնացեք ընտրությունների եւ ընտրեք. Ես խորհուրդ եմ տալի ընտրել հաղթանակ դաշինքը։ Եթե դեմ եք հաղթանակ դաշինքին, ընտրեք մի այլ ընդդիմադիրի, բայց իրական ընդդիմադիրի։
Այն Արամ Սարգսյանը այնտեղ ինչ որ բան ներկայացուցիչ ունի, բան հանգարցինած չընտրեք։ Մի տարեք մեր երկիրը դեպի թրքացում։ Չի կարող այսօրվա շահը ստիպի ձեզ, որ դուք վտանգի տակ դնեք ձեր երեխաների, թոռների եւ ձերից կապագան։ Չի կարող մի օրվա շահը ձեզ բանանի, էլի, չի լինում այդպես։ Ստապ մտածեք։ Մտածեք, որ ամեն քայլը կարող է մեզ տանել կործանման։ Մի կարծեք եւ մի թերագնահատեք Էջմիածինում սպասող ընտրությունները։ Շատ կարեւոր է, որտեղ այդ ընտրություններով մենք եւս մեկ անգամ պետք է ամբողջ աշխարհին ցույց տանք, որ հայը Նիկոլը չէ, որ հայը չի համաձայնվում իր պատմության վերջի էջը թերթել, հայը չի համաձայնվում վառել իր պատմությունը, հայը չի համաձայնվում մոռանալ ցեղասպանությունը, հայը չի համաձայնվում մոռանալ Արցախը, հայը չի մոռանում, որ պետք է պայքարի իր բոլոր իրավունքների համար, այդ թվում արցախցիների վերադարձի համար։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, ակտիվ եղեք ընտրություններին։ Մի կարծեք, որ ձեր ձենը կարևոր չէ։ Մի կարծեք, որ ամեն ինչը սարքած է, դե գնամ ինչ մեկա սարքելու են։ Ոչ այդպես չէ, գնացեք եւ ընտրեք։ Մենք պետք է ապացուցենք, որ մենք դեմ ենք հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներին եւ դրա ամենալավ ցուցիչը կլինի ընտրություններում ընդդիմության հաղթանակը Էջմիածինում, որը լրջագույն հարված է լինելու Նիկոլին եւ իր խունտային։ Լրջագույն հարված է լինելու։ Տեսեք, խաղաղություն են քարոզում, ինչ է ասում ադրբեջանցի պատգամավորը։ Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, նայեք ինչին են պատրաստում մեզ։ Իմացեք, որ Ալիևը Կովկասը վերադարձրել է Պետրոս առաջինից։ Դա կլինի ամենամեծ վերադարձը։ Հայտարարել է ադրբեջանցի։ Օրուջը հայտարարել է, որ հայերը սպասում են Բաքվի որոշմանը, ներկայացնելու իրական Հայաստանը, այլ ոչ թե մեծ Կովկասյան կամ ծովից ծով Հայաստանը։ Դե տեսեք, Մանավ ջան, ես ասացի, որ ադրբեջանական բոլոր մակարդակների վրա, բոլոր անխտիր մակարդակների վրա երբևիցե այս 7 տարվա մեջ չի հիշատակվել, թե Հայաստան ասելիս իրենք ինչ նկատի ունեն։ Ուղղակի չի հիշատակվել։ Այն բանին Արարատ Միրզոյանին ազգային ժողովում լսումների ժամանակ հարցնում են ախպեր, այդ մի հատ թուղթ ցույց տուր, որտեղ Ադրբեջանը ասում է, որ Հայաստանը դա X քառակուսի կիլոմետր է։ Ասում է դե ինչ կապ ունի, որ դա չկա, մենք Ալմատա, Հայեսի միջման ապուշությունների շարան։ Իսկ իրականությունը շատ ավելի վատն է։ Ադրբեջանը երբեք չի հայտարարի իր համար Հայաստանը, այսինքն ինքը ասում է, մենք դեմ չենք Հայաստանի բանը տարածքին, այսինքն հա, մենք ընդունում ենք, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, բայց ոչ մեկ չի ասում, այդ իրանց համար այդ ինքնիշխան պետությունը քանի հազար կիլոմետր է։ Ես էլ ձեզ ասեմ, սիրելի երեքիցներ, Ադրբեջանի պատկերացմամբ դա մոտավորապես 10,000-ի մասին է խոսքը գնում, Ալեքսանդրապոլի պայմանագիր։ Ընդ որում ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի իշխանությունների կողմից, որպեսզի բավարարեն Ադրբեջանի բաները, հա, պահանջները։ Դա բանակն է, որ բանակը պետք է կազմաքանդվի։ Այսինքն բարեփոխումների անվան տակ իրականում բանակ են կազմաքանդում։ Սա ակնհայտ է։ Հայ հավատքն են փորձում կազմաքանդեն, հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը։ Սա էլ է ակնհայտ։ Ինչի է դա արվում։ Որպեսզի Նիկոլը մնա իշխանության եւ ավարտի հասցնի Հայաստանը վերացնելու ծրագիրը։ Մի բարձ օրինակ ձեզ բերեմ, այս 7 տարիների, անցած 7 տարիների ընթացքում ոստիկան համակարգում բազմաթիվ հարյուրավոր փոփոխություններ են եղել։ Պարեկների թիվը, չգիտեմ, տասնապատկվել է, հիմա ինչ-որ գվարդիա ընդհանրաբաց է, ինչ-որ անընդհատ ինչ-որ ներքին մարդկանց վերահսկողության համար մարմիններ են ստեղծում։ Ակնկալելով, որ եթե լինեն փողոցային պայքար կամ բան, որպեսզի կարողանան ճնշեն այդ ամեն ինչը։ Եթե այդքան փոփոխություն Հայաստանի Հանրապետության բանակում լինի, Հայաստանի բանակը արդեն կլներ աշխարհում ամենալավագույններից մեկը։ Բացառի ուտես, որ ոչ, ու նույնիսկ այդ ամեն ինչով հանդերձ, այդքան փոփոխություններով, այդքան մարդկանց շատացնելով հանդերձ, Հայաստանում այս 7 տարիների ընթացքում կտրուկ աճել են ծանր հանցագործությունների թիվը, կտրուկ է աճել շուրջ 70%-ով։ Այսինքն մի կողմից դու տեսնում ես, որ
քննիչներ, դատախազներ, չգիտեմ, ոստիկաններ, պարեկներ, գավառաձայի եսի մինչեր հազարներով ավելանում են ու կարծես պետքա դա որպես արդյունք առաջինը լինի այն, որ երկրում նվազել է հանցագործությունների քանակը, բայց արևոտ ճիշտ հակառակն է լինում։ Իսկ դա գիտեք ինչու է այդպես, որտեղ այդ բոլոր ստեղծող կառույցների դեմը չի դրվում մեր հայերից պաշտպանելու խնդիր, այլ դրվում է իշխանությունը հայերից պաշտպանելու խնդիր։ Իսկ սա շատ տարբեր գործառույթներ են։ Մի բան է, որ դու դատախազին ասում ես, որ դու պետքա լինես արդար, մի բան է, որ դու դատախազին ասում ես, արա ամեն ինչ, որ իմ իշխանությանը վտանգ չսպառնի։ Ու հիմա Հայաստանում դա է կատարվում։ Բոլոր այդ մարմինները, նոր ստեղծվող, նախկինները, որ հազարներով մարդկանց են ավելացում, փոխանակ անեն այնպես, որ հանցագործությունների քանակը մեր երկրում պակասի, մենք ականատեսն ենք լինում լրիվ հակառակի։ Ի ապացույց դրան մտեք ամեն օր Facebook, ամեն օր միտը մարդ է սպանում, ամեն օր։ Դա ինչ է, որ եթե ոչ այնչ կան իրավապահ համակարգի ուղղակի անգործությունը։ Բացառությամբ որ ոչ այդ իրավապահ համակարգի վրա ծախսերը տարեստարի աննախադեպ տեմպերով աճում են, մինչդեռ պաշտպանության նախարարության ներքո ծառայողների աշխատավարձները չեն ավելանում, ոստիկաններին ավելանում է, դատախազներին ավելանում է, քննիչներին ավելանում է, հիմա մի հատ գավառաձայն ստեղծում էլի բարձր աշխատավարձերով, պարեկները կարող են կրթություն չունենալ եւ 400,000 դրամ փող ստանալ։ Ու շատ զարմանալի է, չէ՞ որ մի երկրում, որտեղ դպրոցի դասատուն, որը կերտում է սերունդներ, ստանում է, չգիտեմ, 100,000 դրամ, պարեկը 400, ընդ որում պարեկը կարա կրթություն չունենա։ Հիմա այդ ամեն ինչը իրոք գժանոց է։ Այդ գժանոցում մենք ապրում ենք։ Եվ այդ գժանոցի դռները ի վերջո փակելու համար մենք պետք է հակազդենք։ Կրկնում եմ, հակազդելը պետք է ամեն բոլոր մակարդակներում։ Հիմա ամենաառաջի առաջնահերթ հակազդեցության օղակը լինելու է այս Էջմիածնի ընտրությունները, որում մենք պետք է ապացուցենք, որ մենք դեմ ենք այս ամեն ինչին։ Որ մենք ուզում ենք ապրել ազատ եւ անկախ Հայաստանում, այլ ոչ թե թուրքական վիլայեթում կամ Ադրբեջանի մայթում։ Դա անելու մի ճանապարհ կա, սիրելի ժողովուրդ, դա ընտրություններին գնալն է, այլ ոչ թե չմասնակցելը։ Ես ահավոր շատ եմ զայրանում, երբ որ տարբեր բանի հարցումների ժամանակ տեսնում եմ մարդ ասում է ոչ մեկին էլ չեմ ընտրելու, բոլորից դժգոհ եմ, չի կարելի նման վերաբերմունք ունենալ քո սեփական երկրի նկատմամբ։ Չի կարելի։ Ի վերջո հասկացեք, երբ որ դուք գնում եք ընտրությունների, դուք չեք ընտրում մարդ, ում պետք է սիրեք կամ չսիրեք։ Դուք չեք ընտրում մարդ, ում դեմքը ձեր դուր է գալի, թե ոչ։ Դուք ընտրում եք մարդ, ում ղեկավարման օրոք քիչ թե շատ ձեզ ապահով կզգաք։ Սա շատ կարևոր է։ Այսքանը Մարիամ ջան։ Եվ վերջում ընդհանրապես երկու անուն տանեմ եւ դրանց հետ կապված ձեր մեկնաբանությունը լսենք։ Սասուն Միքայելյանն ասում էր հոկտեմբերի 27-ի առավոտը, եթե Վազգենը կենթանի լիներ, Լեռնային Ղարաբաղի հետ Արցախ, մեր Արցախի հետ, մեր ես իմ կողմից ասում էլի, չլինի այն ինչ դեր ունեցավ։ Խնդրեմ ինչ ունեք ասելու այս մարդուն եւ այս փուլում այն դհոլ խփող դատախազը, որ ակտիվացել է, խոսքը Արտուր Դավթյանի մասին է։ Գիտեք, ինքը պատրաստ էր կալանավորել Փաշինյանը, բայց չգիտես ինչի, ասում է հիմքեր չեն բերում, խնդրեմ։ Տես նախ եւ առաջ անդրադառնամ նախկին գլխավոր դատախազին։ Մի մարդ, ով կանգնում ասում է, որ ինքը իր կառույցի ղեկավարման ընթացքում երբևէ չի կատարել Նիկոլի որևէ հրանք, այսինքն Նիկոլի կողմից չի եղել որևէ հրանք, որ ինքը կատարի։ Հիմա հարց հացակում, բա եթե չի եղել, բա դու քո գլխավոր դատախազ պաշտոնը վերցրած, ըստ թևի տակ դրած, գնացել է իր Քոչարյանի դատին, ինչ է իր անում, որը աննախադեպ երևույթ էր, Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել, գլխավոր դատախազը գնա դատարան։ Բայց ուղիղ հրաման չէր։ Ավելին, որպեսզի գժանոցը լրիվ ավելի ակնհայտ լինի բոլորիս համար, ստացվում է հետևյալը։ ԱԱՑ մի նախկին պետ Արտուր Վանեցյան ասում է, դե ես չէի բանանում, Նիկոլին չէի փորձում ձերբակալել, որտեվ դատախազը չէր բանանի։ Նույն ժամանակվա դատախազը ասում է, դե եթե Վանեցյանը ուղարկեր, ես կձերբակալեի։
մի այլ ԱԱՑ-ի ղեկավարի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, թե անունը ճիշտ եմ ասում, հայտարարում է, որ եթե Նիկոլին պատերազմի ընթացքում ձերբակալեին, ապա Հայաստանը շատ ավելի քիչ կորուստներով եւ Արցախը շատ ավելի քիչ կորուստներով դուրս կգար այս վիճակից։ Կարա կռայեք ով էր այդ ժամանակ ԱԱՑ-ի պետը։ Հենց այն մարդը, որը դրա մասին խոսում է։ Սա խոսում է մեր ինստիտուցիոնալ խանգարված համակարգի մասին։ Ուղղակի խանգարված։ Ես այդ մարդկանց չեմ ուզում լուրջ վերաբերվեմ, որտեվ մենք ունենք այն, ինչ ունենք։ Մենք կրել ենք խայտառակ պարտություն։ Խայտառակ։ Մեծ պարտությունը եւ այդ պարտությունը չի ավարտվել։ Ամեն օր շարունակվում է։ Դեմ առնելու միակ ձևը իշխանապողությունն է։ Այս իշխանությունը պետք է պարտվեն։ Սասուն Միքայելյանին շատ կարճ կպատասխանեմ։ Դու այն մարդն էիր, որը 18 թվականին ասեցիր, որ այսպես կոչված հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախի հաղթանակը։ Եվ դու քո բառերը ապացուցեցիր, իհարկե շատ ավելի կարևոր էր, որտեղ ձեր նպատակը միշտ է եղել Արցախի հանձնումը։ Իհարկե Վազգեն Սարգսյանը եթե ողջ լիներ, ձեր պեսները այսօր իշխանության չէին լինի։ Բայց հենց դրա համար Վազգեն Սարգսյանը ողջ չէ։ Պահը գալու է, ժամանակը գալու է, երբ որ ձեր մասին պատմության գրքերում մի առանձին շատ մեծ բավականին ընդգրկուն հոդված է լինելու գրված մի գլուխ, որում հայ ազգի դավաճաններին պետք է մանրամասն ներկայացվի, թե ովքեր են այդ դավաճանները եղել, ով ինչի դիմաց է վաճառել իր հայրենիքը, ով ինչի դիմաց է ծառայել Թուրքին եւ Ադրբեջանցում։ Եվ այդ պահը գալու է, ոչ թե շատ ուշ ապագայում, այլ մոտ ապագայում է գալու։ Եթե դուք այսօր խմբագրում եք բոլոր պատմության գրքերը, խմբագրում եք ցեղասպանության թանգարանը, սկսեցիք վերանորոգում, հիմա կանգնացրել եք։ Ակնհայտ է, չէ, բոլորին է, չէ, ակնհայտ, որ դա էլ է Թուրքիայի պահանջ։ Ակնհայտ է։ Բայց պատասխան տալու ժամանակը գալու է եւ կրկին օգտվելով առիթից Էջմիածինում ապրող սիրելի հայրենակիցներ, ճիշտ որոշում կայացրեք։ Այսքանը Մարիամ ջան։